Ամենից ամենաաստղային փեսացուների ցուցակում այս տարի հայտնվեց նաև ATV-ի մաքսիմում հեռուստանախագծի հաղորդավար Վահե Խանամիրյանը։ Նրան մեր շքերթում բաժին հասավ 8-րդ հորիզոնականը։ Ինչպես է Վահեն վերաբերվում այն հարցին, որ մեր հայրենակիցներն իրեն համարում են ամենից ամենաաստղային փեսացու։ Չեմ կարող ասել, որ լիովին անտարբեր է թողնում այդ որոշումը, բայց քանի որ այդ ստատուսը ինձ համար մի քիչ անծանոթ է, երևի ուրախացնում է ու մի քիչ էլ պարտավորեցնում։ Գեղեցկադեմ, բավական զուսպ, լուրջ վերլուծական կարծիքներով էկրանից երևացող Վահեն բնական է, որ գերել է շատ աղջիկների սրտեր, եւ հատուկ նրանց համար մենք ուղեցինք Վահեին հետեւյալ հարցը. ազատ է նրա սիրտը, թե ոչ, եւ առհասարակ ինչպիսի կին է նա պատկերացնում իր կողքին։ Կնախընտրեի չպատասխանել այդ հարցին, ազատ է Վահեի սիրտը, թե ոչ, իսկ ինչ վերաբերում է ընկերուհու կնոջ իդեալին, երբևէ կանոններին կամ հատուկ սահմանադրություն ինձ համար չեմ որոշել եւ ուղղակի կախված է զգացմունքներից, եթե զգացմունքը կա, դու չես հասկանում այդ զգացմունքը ինչից է առաջանում ու ինչի համար է ու ինչի համար ես դու սիրում։ Այն հարցին, թե ինչպես է Վահեն վերաբերվում այն աղջիկներին, որոնք առաջինն են անում սիրո խոստովանություն կամ ամուսնության առաջարկություն, նա պատասխանում է. Ավելի ցանկալի է, երբ տղան է, այդ առաջին քայլը կատարում։ Այդ ամենին Վահեն ավելացրեց, որ ինքն անձամբ ամուսնության առաջարկ աղջկա կողմից երբևէ չի ստացել, սակայն սիրո խոստովանություն եղել է։ Դա եղել է միակողմանի զգացմունք, այդ պատճառով հետագա զարգացում չի ստացել։ Եվ ինչպես է Վահեն վերաբերվում հետևյալ արտահայտությանը. սերը տարիք չի հարցնում։ Լինում է, հնարավոր է, բայց պատահում են նաև ծայրահեղ դեպքեր, երբ ուղղակի անհնարին է։ Հարսանյաց հանդիսության հարցում էլ Վահե Խանամիրյանն ունի իր հստակ ձևավորված կարծիքը։ Կարծում եմ, որ սա պարտադիր պայման է։ Ես երբևէ հաճույք չեմ ստացել այն հարսանիքների ներկա գտնվելուց, երբ մի շարք ավելորդություններ են եղել, ավելորդ ճոխություններ, ավելորդ գումարներ վատնված, որը բնականաբար հասարակության մեծ մասը հասկանում եւ գիտակցում է, բայց ամեն դեպքում թող լինի։ Մեղրամիսն էլ Վահեի ամուսնական կյանքում պարզվում է գտնելու է իր պարտադիր եւ կարեւոր տեղը։ Գտնում եմ, որ պետք է մաքսիմում հաճույք ստանալ, թեկուզ մեղրամսից չէ, մեղրաշաբաթից երևի։ Վահե Խանամիրյանն իր էությամբ հանդուրժող անձնավորություն է, սակայն հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի, երբ խոսքը վերաբերվի իր կնոջը եւ ընտանիքին։ Հնարավոր է, որ Վահեն իր կնոջ առջև պայման դնի, կամ աշխատանք, կամ ընտանիք։ Քանի որ ես ինքս սիրում եմ իմ աշխատանքը ու գնահատում եմ եւ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այնպիսի աշխատանք, որից հաճույք ստանա։ Բնականաբար չեմ ուզենա, որ կինս զրկվի այն աշխատանքից, որից հաճույք է ստանում, բայց դա նույնպես չի նշանակում, որ պետք է դիմել ծայրահեղությունների։ Կարիերա, ընտանիք, հասկացողությունները պետք է միշտ ամեն մեկը իրենց տեղը ունենան եւ ընդհանրապես յուրաքանչյուր հասկացողություն պետք է իր ժամանակին, իր տեղում, իր պահին կատարվեն։ Մի խոսքով, սիրելի աղջիկներ, ի նկատի ունեցեք, որ Վահե Խանամիրյանը շատ հարմար աստղային փեսացու է բոլոր առումներով, այնպես որ կարող եք հետևություններ անել։